Դե ինչ բարի գալուստ հերթական ոդքասթ, այսօրվա մեր հյուրն է Սուսաննա Հարությունյանը։ Քննարկելու ենք Արևն Աստծո դեմքն է եւ մենք այն տեսնում ենք ամեն օր պատմվածքը, ինչպես նաեւ ծանոթանալու ենք հեղինակի հետ եւ ունենանք շատ հետաքրքիր զրույց։ Բաց մի թողեք եւ մնացեք մեզ հետ։ Դե ինչ սկսենք մեր հերթական ոդքասթը, այսօր մենք քննարկելու ենք Արևը Աստծո դեմքն է եւ մենք այն տեսնում ենք ամեն օր պատմվածքը մեր հյուրի հետ։ Բարև ձեզ Տիկին Սուսաննա, շատ ուրախ ենք, որ մեզ համաձայնեցիք լինել մեր հյուրը։ Ձեր պատմվածքը կարդացել ենք, շատ ենք սիրել, բոլոր ամբողջ խմբով շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել ու կուզենայինք մի քանի հարցեր եւս ձեզ տալ։ Ինձ թվում է առաջի եւ տրամաբանական հարցը կլինի այն, որ ոնց եկավ այս միտքը, հա, այս պատմվածքը գրելու, ինչպես առաջացավ։ Ճիշտն ասած շատ ուրախացա, որ այս պատմվածքին եք անդրադարձել, որովհետև համարյա 20 տարվա վաղեմության պատմվածքը, վաղուց գրված գործ է, եւ եթե հիմա դեռ ընթերցվում է եւ հետաքրքրում է, նշանակում է ես ինչ որտեղ հաջողել եմ։ Ճիշտն ասած, այդ Ղարաբաղյան առաջին պատերազմի սկզբնական շրջանում է գրվել Եվ ինչպես հիմա, ինչպես հաջորդ բախումների եւ պատերազմների ժամանակ գրողը որպես քաղաքացի, որպես մարդ, որպես այդ պատերազմը իր ուսերին կրող այսպես տանջահար մեկը ուզի թե չուզի անդրադառնում է այդ թեմային եւ ես հետագայում գրած շատ գործեր ունեմ, որոնք բոլորովին պատերազմի մասին չեն, բայց նույնիսկ այդ գործերը կարդալուց հասկացվում է, որ այս մարդը ապրում է պատերազմող երկրում, այս հերոսը, հա։ Այնպես որ այդ տարիներին ուրիշ բանի մասին գրել, կարծես թե առանձնապես չէր ստացվում։ Հետաքրքիր մի այսպիսի բան նկատեցինք, երբ որ կարդում էինք պատմվածքը, դե բնականաբար այստեղ սկզբում քննարկվում էր, որ ինչ որ մի հատ վայր կա եւ այդ կինը քայլում է դեպի տուն, բայց դա չի կարողանում վերջնականապես հասնել, մեզ հետաքրքրեց կոնկրետ ինչ որ վայր կար, թե սա ուղղակի ինչ որ պատկերացմամբ հորինված ինչ որ տեսարան էր։ Չէ, կոնկրետ տեղ, որտեղ ես հանդիպել եմ այդպիսի կնոջ, այսպես ասենք, չկար, բայց չգիտեմ, Հայաստանը այնքան փոքր է, որ ուր էլ պտտվես մի կերպարի մի հերոսի հանդիպում ես։ Ես ուզում եմ ուրեմն վերնագրի մասին ասել։ Հա, այդ երկար վերնագրերը ոնց որ մարդկանց անուններն ենք, չէ, կրճատում, Արմենուհուն ասում են Կարմիկ, չգիտեմ, Մուշեղին ասում ենք Մուշ եւ այլն, նույն կերպ վարվում ենք գործերի հետ։ Հիմա ասենք ովքեր որ այս գործի մասին խոսում են, ասում են մեր նախադասության առաջին մասը, Արևը Աստծո դեմքն է։ Ես ունեմ այդպիսի մի վիպակ, նա Աստված էր փնտրում եւ քիչ մնաց գտներ, երբ որ այդ վիպակի մասին են խոսում, մենակ առաջին մասն են ասում, նա Աստված էր փնտրում։ Եվ հիմա ես մտածում եմ, ճիշտ եմ արել, որ պահել այդ վերնագրի երկրորդ մասը գոյություն ունի, թե չունի, չգիտեմ ընթերցողի տեսանկյունից ոնց է, բայց կարծում եմ, որ վերնագիրը, երբ որ ամբողջական է հնչում, մի քիչ գործի մասին պատկերացումը ավելի այսպես կարևորվում է։ Հա, իրականում հետաքրքիր բան ասացիք, օրինակ ես չգիտեի, որ էլի ստեղծագործություններ ունեք, որ նման երկար վերնագրեր ունեն։ Սենց ասեմ, մեր դասի շրջանակներում, երբ որ քննարկում էինք, շատ հետաքրքիր էր, հա, թե ինչի հենց Արևն Աստծո դեմքն է եւ մենք այն տեսնում ենք ամեն օր, շատ արտասովոր իրոք վերնագիր էր ու չգիտեմ, մի քիչ երևի պատմեք ոնց եք ընտրել ավելի շատ այս վերնագիրը, ոնց իրականում այդ process-ն էլ է, հա, հետաքրքիր, ոնց եք ընտրում վերնագիր, գրում եք, վերջացնում եք նոր, թե վերնագիրը ընտրում եք, հետո եք սկսում։ Տեսեք, ես չգիտեմ մյուս գրողների մոտ ոնց է, ինձ մոտ ամեն ինչ կատարվում է բնազդային մակարդակով։ Նույնիսկ գրել վերջացնելուց հետո, երբ որ այսպես կարդում, ես ինքս չեմ կարող բացատրել, ինչու այսպես գրեցի, ինչու այս վերնագիրը դրվեց, գուցե թե ինչ որ իմաստային առումով կարող ես ինչ որ բան հորինել եւ ասել այսպես այնպես, բայց
ինձ մոտ ցանկացած գործ գրելիս առաջինը գրվում է վերնագիրը եւ հետո նոր շարունակվում է մյուսը ինչա դա այդպես ինչա վերնագիրը այդպես ինչա երկար ինչա կարճ ես չեմ կարող ճիշտն ասած որևէ գոնե իմ տեսանկյունից տրամաբանական բացատրություն տալ դրան Շատ հետաքրքիր էր։ Այստեղ մի հետաքրքիր հատված ես նկատեցի, մեր հերոսուհին ասում է, որ մահը լավագույն պատիժն է։ Հետաքրքիր է, որ ինքը ունի երեխաներ, որոնք սպասում են տանը իրեն, նաև ունի ամուսին, բայց իր համար մահը լավագույն պատիժն է հանդիսանում։ Ինչու է այդպես։ Գիտեք, պատերազմի ժամանակ, երբ որ քո հարևանները, քո ընկերները, քո բարեկամները զոհվում են, մեռնում են դաժան մահով, գերի են ընկնում, ենթարկվում են կտանքների եւ այլն, դա նորմալ է, որ մարդը այդպես մտածի։ Ասենք կան չէ շատ հիվանդներ, ովքեր երկարատև անկողնուն գանված են ու ասում են չմեռա պրծնեմ, փրկություն որպես մահը դիտարկում են եւ կոնկրետ այդ հերոսուհու տեսանկյունից ես կարծում եմ, որ պատերազմի մեջ գտնվող մարդը այլ կերպ չէր կարող ընկալել մահը թեև ասենք իմ մահվան կերպարը բուն մահ է այնտեղ եթե ճիշտ եմ հիշում Վարդան Ջալոյանն է ինչ որ հոդված գրել մահվան կերպարը իմ գործերում շատ գործերում կա այդ կերպարը բայց այսպես որպես մահվան ձևակերպում իմ ընկալումը ուրեմն քարտեզ առանց ցամաքի եւ ջրերի իմ վիպակումա որտեղ ասում է մահը տիեզերանավա որով մենք տեղափոխվում ենք մի աշխարհից մյուսը անկեղծորեն ես այդպես եմ մտածում եւ մի քիչ այսպես իմ մոտ բթացած ժամանակի զգացողությունը օրվա տարվա ժամվա կյանքի նաեւ կյանքի Ահա, հիմա ստացվում է, որ հերթով պիտի մեջբերում անեմ իմ բոլոր գործերից։ Հա, ոչինչ, շատ ուրախ ենք։ Հա, ես ունեմ պատմվածք, չգիտեմ շատ լավ թե շատ վատ, ոմանք գովում են, ոմանք փնովում են, շատ այսպես պրոզաիկ պրիմիտիվ վերնագիր ունի, խերշար Աստված, հա, որտեղ այսպիսի մի նախադասություն կա, որ ինչ որ մեկը կտրատել է ժամանակը, վերածել է օրերի, ժամերի, տարիների, ըստ էության հավերժությունը չունի սահման եւ չունի չափման միավոր։ Եվ ես ժամանակը այդ թվում նաեւ մեր կարճատև կյանքը հենց այդպես էլ ընկալում եմ։ Հետաքրքիր է, օրինակ, տեսեք պատերազմի մասին խոսեցինք, հետաքրքիր է այդ ընթացքում, երբ որ գրում էիք, ինչքան մոտ էր ձեզ պատերազմը։ Թեկուզ, չգիտեմ, կարողա ծանր հարց եմ տալի, բայց ով, չգիտեմ, կարողա այդ պատերազմի մոտ էիք ապրում, հա, սահմանամերձ շրջանում կամ ինչ-որ մեկը ունեիք, որ մասնակցում են այդ պատերազմին, ինչքանով էր պատերազմը ձեր վրա այդքան վատ ազդել, որ գրում էիք ես։ Այնքանով, որքանով, որ ես այս երկրի քաղաքացին եմ եւ այս ժողովրդի զավակը, որը հարատև պատերազմների մեջ է։ Չեմ կարող ասել, որ իմ ընտանիքից կռվող է եղել, վիրավորվող, զոհող, այդ առումով ճակատագիրը կարծես թե, հա, մի քիչ խնայել է ինձ, բայց դա չի փոքրացնում քո ողբերգությունը, որովհետև դու տեսնում ես շատ ավելի արժանավորների տանջանքը։ Եվ այդ առումով ամենք ուզես թե չուզես, պատերազմը իր հետքը թողնում է քո հոգու վրա եւ քո ճակատագրի վրա նույնպես։ Ինչ վերաբերվում է այսպես տեղային առումով որքան էր մոտ հիմա մեկ որ ասում են մարդիկ չեն ուզում սահմանամերձ շրջանում ապրեն ես ասում եմ ամբողջ Հայաստանը սահմանամերձ է հա մի հատ Կոտայքի մարզա որը սահման չունի որևէ երկրի հարևանի հետ այն էլ 1 կիլոմետրի տարբերությամբ այսինքն դա էլ մեր դժբախտությունն է որ վտանգի դեպքում մենք նահանջելու տեղ թիկունք չունենք զուտ տարածքային առումով եւ եթե հաշվի առնենք որ Վարդենիսը սահմանամերձ շրջանա որտեղ ես ծնվել եմ եւ որտեղ կապը մինչեւ հիմա իմ հայրենի գյուղի հետ պահպանում եմ հա կարելի ասել որ հա ահագին մոտ էր թեև ես չեմ տեսել գործողություններ պատերազմական այդքան չի խորացել ճակատի գիծը եւ իմ պատերազմի մասին իմ գործերում էլ հիմնականում գործերը պատերազմական թիկունքի մասին են
այնտեղ պատերազմի մասին գործերը ես սովորաբար բաժանում եմ մի քանի մասի։ Ճակատային, ճակատի գծին վերաբերվող գործեր, նկարագրություններ, պատերազմական թիկունքը, բուն զինվորը, որը իր մաշկի վրա տեսնում է այդ պատերազմի հետևանքը։ Կոնկրետ իմ դեպքում միայն մի գործ ունեմ, եթե ճիշտ եմ հիշում, դա քարտեզ առանց ցամաքի եւ ջրերի վիպակն է, որտեղ գլխավոր հերոսը Գերի է։ Գերին է, հա, դա արդեն ահագին երևակայության ստեղծած կերպար է, բայց գտնում են, որ հաջող գործ է, չգիտեմ, եթե հնարավորություն կունենաք, կարող եք, հա, եթե պատերազմի թեման ձեզ հետաքրքրում է, հա, իրականում տեսեք մեր դասի շրջանակներում այնպես հաստատվել, որ այդ հենց պատերազմի թեմայի մեջ էլ ներգրաված է այս ստեղծագործությունը։ Դրա համար էս հարցը տվեցի ճիշտն ասած։ Օրինակ, սենց մի հատ հետաքրքիր բան կա էլի, որ պատմում էիք այդ թիկունքի մասին եւ այլն, որ երկրի քաղաքացի եք որպես գրել ես գործը, հետաքրքիր է, որ այս նույն զգացողությունները իմ մոտ եղել է այս մեր պատերազմի շրջանում 2020 թվականի ու ես էլի արդեն հասկացա ինչ նկատի ունեք, որ որպես քաղաքացի, որպես մեր երկրի մասին մտածող մարդ, չգիտեմ, այդ իրոք ճիշտ եք ասում շատ։ Հա, իհարկե ազդում է միջավայրը, հատկապես եթե դա քո հարազատ միջավայրն է եւ դու սրտացավ ես եւ ուզում ես, որ այդ միջավայրում ամեն ինչ նորմալ լինի, իհարկե ցանկացած եւ լավ բանը եւ վատ բանը իհարկե ազդում է մարդու հոգու վրա։ Տեսեք, ես էլ այդքան մեծ չէի, ընդամենը 15 տարեկան երեխայի, բայց այդ ընդհանուր այդ աուրան, հա, սենց ասեմ, շատ վատն էր ու ես էլ արդեն շատ բան սովորացրեց իրոք մեզ պատերազմը, սիրել հայրենիքը, չգիտեմ, սրտացավ լինել։ Թեև պատերազմի դաժանությունը մենք այստեղ Երևանում, ասենք, զգում էինք շատ ավելի կենցաղային մակարդակով, ցուրտ էր, հոսանք չկար, լույս, ջուր չկար, հաց չկար եւ այլն։ Ինչ որ լուրեր, հա, այդ լուրերի բացասական հոսքը, հա, իրոք այդ բոլորը թվում է թե կենցաղ է առանձնապես մի բան չի, բայց քո հոգեբանությունը ձևավորում են հենց այդ քո ապրած ցավերն ու քո ապրած վախերը։ Ու իրականում 20 թվականի պատերազմի ընթացքում ես նկատեցի լրիվ նույն ձև էր գնում, այսինքն Երևանում ապրող մարդիկ հիմնականում էլի այդ կենցաղի խնդիրներ ավելի շատ, չգիտեմ, հագուստ հավաքել, սնունդ հավաքել, ուղարկել, բայց օրինակ սահմանամերձ, օրինակ Սյունիքի մարզում, Տավուշի մարզում պատկերը լրիվ ուրիշ էր։ Այսինքն իրանք հնարավոր է այդ մարդկանց ընդունեին, որոշակի ժամանակով այդ մարդիկ իրանց տանը ապրեին, հա, 1-2 ամիս ու պատկերը լրիվ այլ էր էլի այստեղ։ Ներողություն։ Այստեղ մի հետաքրքիր հատված նկատեցինք, կարճ լռություն է տիրում, իրանք երբ որ գնում են այդ բեռնատարով, ու կինը հարցնում է այդ վարորդին մարդ սպանած կաս, ու այդ մարդը միանգամից զայրանում է, կինը իհարկե ճշտում է, ասում է, որ նկատի ուներ թշնամի։ Ըստ ձեզ բեռնատարի այդ մարդը, որ քշում էր բեռնատարը, ինչու է զայրանում, ինչն էր պատճառը հիմնական։ Պատճառը այն էր, որ ուրիշ բան է, որ դու մարդ սպանես եւ պարզապես մարդ ես սպանում ինչ որ պատճառով, չգիտեմ, բանկ ես թալանում, մեքենա ես գողանում եւ այլն։ Եվ բոլորովին այլ բան է, երբ որ քեզ վրա հարձակվել են եւ եթե դու չսպանես, քեզ են սպանելու։ Այսինքն երբ որ դու դա քո էությանը դեմ է, բայց դու ստիպված ես դա անելու, որովհետեւ այլ կերպ դու չես կարող ապրել, քեզ կոչնչացնեն։ Զայրույթի պատճառը դա էր։ Շատ հետաքրքիր էր։ Այս հատվածը շատ քննարկված էր մեր կողմից, ճիշտ ասած դասի ընթացքում չէինք կարողանում այդպես հասկանալ ինչի էլի այդ մարդը տենց ինչ որ ված զգաց դրանից։ Չգիտեմ, այս ստեղծագործության մեջ շատ հետաքրքիր մասեր կային, օրինակ հետաքրքիր է այդ երբ որ գրում էիք, հա, այս հերոսուհու մասին, եւ ուզում էր ինքը գնար այդ գործերը աներ եւ այլն, հագուստ գնելու էր, չէ, գնում կարծեմ, ու հետաքրքիր է այդ պատերազմի շրջանում էր, հա, այդ ամեն ինչը արվում,
ոնց է ստացվում, որ ինքը համ լավ հոգեբանական վիճակում չէր, համ գնում էր հագուստ դառներ, չգիտեմ, ինչ որ ցրվելու համար, թե ինչ բախով եք այդ գրել։ Ճիշտն ասած կյանքում հենց այդպես էլ լինում է։ Կյանքը երբեք կանգ չի առնում նույնիսկ պատերազմի ժամանակ։ Եվ այդ կինը մայրը ինքը անկախ են բանից իր գլխին ռումբ կանգնի թե ինչ, ինքը պարտավոր է մտածել իր երեխաների մասին, պարտավոր է նրանց հագուստով ու սնունդով ապահովել, եւ ինքը այդ իր բնազդային կոչմանն է ծառայում այդ պահին եւ պատերազմի ժամանակ ասեմ որ կյանքի բևեռները ավելի են սրվում լավ բարին դառնում ավելի բարի չարը դառնում ավելի չար եւ հիմա ես մի անտիպ վեպ ունեմ որը այս տարի պիտի լույս տեսնի այնտեղ եւս կա պատերազմի արտացոլանքը որ առաջին պատերազմի ժամանակ այս մարդը թոշակառու մարդը անդադ գնում է խորոված ուտելու Հա, եւ հիմա մտածում եմ, հիմա եթե կարդամ, պիտի ասեն, ըհը, տեսք, սա կեղծ է, հնարավոր չէ այդպիսի բան։ Բայց այդպիսի դեպքերում այն բժշկության մեջ էլ կա, չէ, այդ հիստերիկ ծիծաղը, երբ որ դժբախտության դեպքում մարդը սկսում է հանկարծ, այդպես հանկարծակի դժբախտության լուրից սկսում է ծիծաղել, հռհռալ։ Հա, այդ պատերազմը հենց այդ ստրեսն է, որը մարդուն հանում է ափերից, եւ մարդը սկսում է ոչ բնական տվյալ վիճակի համար անորմալ բաներ անել։ Եվ նույնը այս հերոսուհու հետ է կատարվում, որովհետև ինքը մայր է, ինքը կին է, կյանքը ոչ մի կերպ կանգ չի առնում, եւ եթե դու կանգ ես առնում ու չես կատարում քո, չես անում այն ինչը պիտի անեիր, այսինքն չես ապրում քո կյանքը, նշանակում է դու հանձնվում ես, դու նահանջում ես։ Իսկ տեսեք օրինակ էլի ես կբերեմ հա դեպի մեր ժամանակներ այս պատերազմը օրինակ ինձ թվում է Երևանում էլ հա երբ որ 2020 թվին պատերազմ էր Ղարաբաղում Երևանում էլ էլի կյանքը կանգ չէր առել օրինակ տեսեք այդ խորոված ուտելու նույն պահը ասեմ ոնց որ մարդիկ էլ գնում էին ինչ որ սրճարաններ խոսում էին ճիշտ է կարող է իրանց հիմնական թեման հիմնականում այդ պատերազմի լուրերի, չգիտեմ, բոթերի մասին էր, բայց էլի գնում էին, էլի շարունակվում էր։ Իդեպ, հա, սոցցանցերում էլ գրում էին, հələ Երևանի սրճարանները տեսեք բան, առանց հասկանալու, որ դա եւս ստրեսը հաղթահարելու մի տարբերակ է, մարդկային շփումը, քո տեսակի հետ շփումը եւս բերում է քեզ ստրեսի հաղթահարման, որպեսզի չխելագարվես կամ դիմանաս այդ պահին։ Ու մեկ էլ նայեք, օրինակ սենց պահել կա, եթե մնայինք տանը, հա, չգիտեմ, սուք անեինք, ինչներ փոխվելու, հա, կոպիտ ասած այդ պատերազմի ընթացքում, չգիտեմ, ոչ մի ձև չենք կարա, հա, մեր տղաներին օգնեինք, եթե մնայինք տանը, չգիտեմ, դուրս չգայինք սուրճ խմելու։ Այդ մի քիչ ինչ որ անառողջ խոսակցություններ էր, էլի, ու մինչև հիմա չի փոխվել։ Դե նայած ով ոնց է հաղթահարում ստրեսը անկախ են բանից դու ունես զինվոր չունես այդ մահը քո գլխին կախված է 1 կիլոմետրի տարբերությամբ 50 կիլոմետրի տարբերությամբ եւ այդ ստրեսը ամեն մեկը յուրովի է հաղթահարում քիչ առաջ ասցինք մեկը լալիս է մեկը ծիծաղում է մեկը սկսում է շատակերությամբ չէ այդպես ներվային հիվանդություն էլ կա չէ որ ստրեսի ժամանակ շատ են ուտում Հա, դա զուտ անհատական բան է, ոնց ես դու հաղթահարում ցավը, կարևորը ցավին չտրվելը եւ կուլ չգնալն է, թե դու ոնց կհաղթահարես, արդեն դա քո գործն է։ Այո։ Օրինակ, այս պատմվածքի մեջ մի հատ հատված կար, հա, այդ էլ բավականին շատ քննարկվեց մեր կողմից, երբ որ իջնում են Բեռնատարից ու վազում է դեպի Ցորենի դաշտը, կարծեմ Ցորենի դաշտը Ցորենի դաշտը ու այդ գործողությունները այդտեղ տեղի է ունենում հետաքրքիր է այդ դուք երբ որ գրում էիք որպես բռնաբարության տեսանկյունից էիք գրում թե չգիտեմ օրինակ մենք շատ քննարկեցինք այդ բռնաբարություն էր թե չէ իսկ դուք ոնց կմեկնաբանեք այդ հատվածը դա այն միջավայրի ազդեցություններ որի մասին մենք խոսում ենք որ պատերազմը դաժանացնում է բոլորին պատերազմը մարդուն մղում է բռնության եւ այդ շարքային վարորդը հենց այդ էր որ ինքը այնքան է շփվել մահվան հետ այնքան է տեսել երիտասարդ մահեր այնքան այդ պատերազմը
այնքան է բռնացել պատերազմը մարդու վրա, որ մարդուն արդեն մղում է չարության եւ արդեն մղում է բռնության։ Օ, ինչ հետաքրքիր է, Հետաքրքիր մի հատված էլ ստեղ նկատեցինք, վերջում, երբ որ հարցնում է հիմա գալիս ես, թե ես գնամ, կինը համաձայնվում է, ասում է որ գալիս եմ, ինչն էր հիմնական պատճառը այդ համաձայնության։ Դե որովհետեւ գիշերով մնալու էր կես ճամփին, չէր հասնելու տեղ, չէր անելու իր առևտուրը, հետ չէր գալու իր երեխաների մոտ, եւ եթե այստեղ բռնություն գործադրողը միայն այդ վարորդներ, բա որ գայլերը գային, բա որ արջերը գային սարերի, չէ, ինքը առհասարակ կարող էր չվերադառնալ այլև դու։ Ինքը դա անզորության դրսևորումը։ Բայց արդյոք ինչ որ վստահություն կար, որ այդ վարորդը կհասցնի իրեն հայրենի քաղաք կամ հայրենի տուն, ոչ թե օրինակ, չգիտեմ, առևտուրանելու էր գնում։ ոչ թե օրինակ կթեքի ճանապարհը եւ կգնա ինչ որ։ Հա, մի հատ էլ օրինակ։ Դե չգիտեմ, ճիշտն ասած, այդ հերոսուհուն է պետք հարցնել, որովհետև մի քիչ նույնիսկ ինձ գրելուց այսքան տարի հետո դժվար է տեղավորվել այդ հերոսի կամ հերոսուհու հոգեբանության մեջ, որտեվ քո այդ հոգեվիճակը, որում դու գրել ես, դա վաղուց քո համար այլևս գոյություն չունի ու նույնիսկ դժվար է ասել, թե դու ինչ ես մտածել այդ պահին։ Շատ հետաքրքիր էր այս հատվածը, անկեղծ շատ ենք քննարկել։ Այդպես էլ ի վերջո չհասկացանք, այդ կինը ուզում էր այդ ամեն ինչը տեղի ունենար, թե ոչ։ Չհասկացանք այդ հատվածը։ Ինձ թվում է դուք ավելի լավ կմեկնաբանեք։ Ի վերջո այդ կինը նայեք, մանավանդ որ վերջում դուրս է գալիս գնում է այդ մարդու հետ։ Մենք իրոք չենք հասկացել, ինքը ուզում էր որ այդ ամեն ինչը լիներ, թե չէր ուզում։ Դե իհարկե չէր ուզում։ Կողո սկզբից։ Հա, ոչ մեկը տանից այդպես պլանավորած դուրս չի գալիս, չէ։ Գնամ առևտրի, հանդիպես ինչ մարդը իրեն պահի այսպես, չէ, այդ մարդը գնում էր իր երեխաներին շոր ու կոշիկ առնելու։ Ահա, եւ հիմա պատահեց են, ինչ պատահեց։ Ինչու ինքը գնաց հետը, որովհետեւ ինքը նպատակ ուներ, իր երեխաները սպասում էին, ոչ միայն իրեն, այլև այդ շոր ու կոշիկին եւ ուզած ինքը այդ հարցը պիտի լուծեր եւ փողոցում մնալով, ասենք ծորենի արտում մենակ մնալով, որվա երկրորդ կեսին, երբ որ առաջը գիշեր կա, հենց այդ վախը, այդ մենակ մնալու վախը, տեղ չհասնելու վախը, իր նպատակը չիրագործելու վախը։ Բայց օրինակ հետաքրքիր է, ինքը էլի ավտոստոպով էր, չէ՞ գտել այդ վարորդի, կողմ մի հատ էլ կարողանար ավտոստոպ գտներ, հասներ, ի վերջո այդ մարդու հետ չգնա։ Դե այդտեղ շանսը 50-50-ի, կարող էր եւ առհասարակ ոչ մեկը չգալ մինչեւ հաջորդ օրը կամ մինչեւ մի շաբաթ, չէ՞, հա։ Դրա համար հիմա այդպես է, այս գործում էս երկուսն են հանդիպել, էլ չենք կարող ուրիշերս խցկել կամ բացառել։ Ուրիշ հարցեր։ Կարծում եմ ուրիշ հարցեր չկան, շատ հետաքրքիր զրույց ունեցանք միասին, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր հյուրը եղաք։ Այո, շատ հավես էր իրոք, շատ մերսի, որ Ես էլ եմ շնորհակալ, ես պիտի ասեմ, որ եթե դուք պատերազմի թեման ուսումնասիրում եք, պետք է այսպես բոլոր հրապարակված բոլոր գործերը ուսումնասիրեք, որպեսզի կարողանաք որևէ եզրակացության հանգել, որովհետև սովորաբար շատ ագրվում, որ չկան պատերազմի մասին գործեր չկան, բայց շատ կան։ Եվ Ղարաբաղյան առաջին պատերազմի, եւ այս վերջին պատերազմի արձագանքներ շատ կան եւ նույնիսկ գրական դաշտում գրականագիտության մեջ դրանք տեսակավորված չեն, գնահատված չեն, այսպես ցակուցերիվ շատ չսիստեմավորված են։ Իհարկե ուսանողի համար դժվար է այդ ամբողջից գլուխ հանելը։ Հա, բայց կարծում եմ, որ պետք է դրանց ծանոթանալ։ Հա, իրականում իրոք շատ կան, չէ, շատ կան գործեր, անկեղծ, մանավանդ էս մեր վերջի պատերազմի վրա, չգիտեմ, երևի ծանոթ եք, կհանդիպենք բարձունքում կամ չգիտեմ, մեր Ալենը, տենց ինչ-որ ստեղծագործություններ կան, որոնք շատ լավ ծանոթ չեմ։ Իրանք շատ լավ արտացոլում են այս մեր պատերազմի շրջանը էլի։ Դե պատերազմի շրջանը լրագրությունն էլ է արտացոլում, հուշագրությունն էլ այստեղ բայց գիրքը մի քիչ ավելի գրականության արժև մի քիչ ավելի այլ խնդիր է դրված էլի, ոչ միայն պատերազմի մասին գրել, այլև պատերազմը դարձնել գեղարվեստ,
դա ճիշտն ասած ինձ քիչ է հանդիպել, բայց որ այդ թեման այսպես հրեշի պես չոքել է մեր բոլորիս բկին եւ երաժիշտները եւ նկարիչները եւ գրողները բոլորն էլ անդրադառնում են այդ թեմային, հույսով որ օրերից մի օր մենք կպրծնենք եւ պատերազմից եւ այդ թեմայից եւ այդ պարտադրված ցավերից։ Իրոք բոլորս էլ այդ ենք ուզում ու չգիտեմ, ավելի լավ է որ գրականությունը չլինի պատերազմի մասին, քան լինի։ Իհարկե։ Երջանիկ կյանքով ապրենք եւ գրենք երջանիկ լինենք հաստատ պատերազմի երջանիկ պահերի մասին, այո։ Պատերազմի մասին հաստատ ստեղծագործություններ չենք պահանջի։ Թեև ասեմ ձեզ, այսօր աշխարհը այնքան փոքր է, թե հիշում եք Չարենցն ասում, աշխարհը դարձել է մի փոքրիկ փողոց, որ որտեղ էլ պատերազմ լինի, մեր վրա անդրադառնում է եւ այդ ցավը մենք զգում ենք։ Շատ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցելը, շնորհակալ ենք շատ, որ համաձայնեցիք, եկաք, մերսի շատ։ Շնորհակալ եմ նմանապես, շատ հաճելի էր, որ կարդացել եք, վերլուծել եք, դա ինձ շատ շոյված եմ զգում։ Գրելու համար։ Շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ։ Իդեալական